Բարև ձեզ Հենրի, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար եւ այսօր հունվարի 28-ն էր բանակի կազմավորման 34-րդ տարելիցը, տարեդարձը եւ գիտեք, որ 3 ԿՊԱ-ականների որոշմամբ հունվարի 27-ը հռչակել են հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր զինվորների օր եւ իհարկե այսօր հաղթանակած բանակի օրը իրենցից ոչ ոք չէր գնացել Եռաբլուր 3 էին իրենք Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանը 3 այսօր գրառումներ էր արել 3 գրառում էր արել այն մասին որ մեր զինվորներից յուրաքանչյուրը ովքեր զոհվել են իրենցից յուրաքանչյուրը մեր տան անդամն է եւ իրենց զոհվելուց հետո մենք պետք է մեզ այդ ամեն ինչը պետք է ավելի ապրեցնի, բայց այն իրականության մեջ ու այն զինվորների մասին են իրենք խոսում, որը հասցեին իրենք ժամանակին գեներացնում էին զինվորները մահացան հանուն ոչինչի։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ այսօրվա օրվա հետ կապված ձեր տեսակետը, ինքը հապկից է բողոքել այսօր Facebook-յան էլի գրառմամբ, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ նախ մեր փառապանծ բանակի 34-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի մեր բանակը միշտ լինի մարտունակ, միշտ լինի մրցունակ, այնպես ինչպես կա եւ եղել է միշտ։ Մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է եւ հայոց բանակն է, որ կերտել է հաղթանակներ եւ այն անկյունակարային նշանակությունն է վերցրել իր վրա, որը բերել է Հայաստանի անկախացմանը, որը բերել է մեր պատմական հայրենիքի, հայկական հողերի ազատագրմանը եւ մեր մեջքի ուղմանը։ Հայկական բանակը երկու տարբերությամբ ուզում եմ նայենք։ Կա երկու օրինակ, հա, մինչև 2018 թվականը եւ 2018 թվականից հետո։ Հստակ երկու տարբերություն կա։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հայոց բանակը գործոն էր տարածաշրջանում, գեոքաղաքական քարտեզի վրա խաղացող էր եւ ոչ թե գործիք, այլ գործոն էր գեոքաղաքական քարտեզում հայոց բանակը Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ այսօր մենք եւ կա երկու տարբերություն նաեւ մեր հարևան երկրի թշնամի պետության Իլհամ Ալիևը, ով ասում էր, որ 2016 թվականի հոկտեմբերին ասում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը եւ այդ ստիպողը ըստ էության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր եւ Ալիևը վայրահաչում էր, որ նրան ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը Սերժ Սարգսյանի դիվանագիտության եւ ռազմական հաջողությունների պատճառով։ Եվ կա այսօրվա իրավիճակը, երբ Իլհամ Ալիևը օկուպացրել է Արցախը եւ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է պատմության մեջ 3000 տարվա կտրվածքով, որի օրոք Արցախում ընդհանրապես հայ չի մնացել, այսինքն վերջի 10-15 հայը եւս լքել են Արցախը էթնիկ զտման ենթարկվելուց հետո, այսինքն էթնիկ զտումը Արցախում եղել, ոչ թե հայերը ուղղակի լքել են եւ Ռուբենյան երբ խոսում է արտագաղթից, պետք է խոսա իրանց կառավարման պատճառով 120,000, 145,000 միջև 145,000 արցախցիների անտուն մնալուց եւ իրանց էթնիկ զտումը, հա, ըստ էության ընդունելուց, այսինքն որևէ խնդիր չուներ, մարդիկ ասում են, որ ինչ եղել է, հա, եւ պատմական կաղապարներից հրաժարվելը, որը Բոլթոնյան ծրագիրն է եղել եւ Բոլթոնը բացահայտ ասել է դրա մասին եւ այդ նույն Բոլթոնը այսօր Ամերիկայում դատվում է որպես ազգի դավաճան, այդ նույն Բոլթոնը ասում էր, որ պետք է Հայաստանը հրաժարվի իր պատմական կաղապարներից։ Պատմական կաղապարները ըստ ամերիկական այդ հատվածի այդ իշխանության հետեւյալն է եղել։ Մեր բանակը, որը նորից եմ ասում, տարածաշրջանում որոշիչ դեր է ունեցել եւ գործոն է եղել տարածաշրջանում Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ում դեմ այսօր հարձակումները օր-օրի ուժ գնանում են, մեր պահանջատիրական մոտեցումն է եղել ցեղասպանության մասին, որ մենք պահանջատեր ենք եւ չենք մոռացել կամ ուրացել այն ցեղասպանությունը, որը եղել է Օսմանյան կայսրության կողմից արված եւ այն ցեղասպանությունը, որտեղ սպանվել են մեր տատերն ու պապերը, հա, այդ դրանից չենք հրաժարվել մենք, միջև Նիկոլ Փաշինյանը։ Հիմա կգանք այս ինչի են իրանք փոխել 27-ը, 28-ը, 27 եւ այլն, հեսա։ Եվ Արցախի ուրեմն անկախության հռչակագրից պետք է հրաժարվենք,
Սահմանադրությունը պետքա փոխենք, այս սա պետքաների մեջ, սա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգն է, որ ինքը ասում է, սա մեր խաղաղությունն է։ Այս ամեն ինչից, որ պետքա, եւ դրա համար մենք այդ կաղապարներից, որոնք մեր համար ազգային արժեքներ են, այդ արևմտյան հատվածի համար կաղապարներ են հայ-ռուսական բարեկամությունը, կաղապարներ են մեր ստրատեգիկ գործընկերների հետ ունեցած մեր հարաբերությունները, կաղապարներ են մեր մրցունակ բանակը, սպառազինությունը, որ ունեցել ենք եւ այլն, եւ որ չունենանք այդ սաղը։ Սա կաղապարներ են։ Այս ամեն ինչից խնդիր կա հրաժարվելու, ապա մոնտաժելու հայկական էությունը, որը եղել է մինչև 18 թվականը, դրանից տասնյակ տարիներ, 100 տարիներ առաջ մեր գաղափարները, հայ առաքելական Սուրբ եկեղեցու դերը, այս ամեն ինչի մեջ այդ մարդիկ գտնում են մեր, որ մենք գաղափարների մեջ ենք, եւ Նիկոլ Փաշինյանը այդ գաղափարներից մի բանից էլ է 34 տարի առաջ այս օրը ձևավորվել է հայոց բանակը, հայկական բանակը, որը խնդիրներ է լուծել հայ ազգի համար, որը անկախացման մեր առաջամարտիկն է եղել եւ որի գործողությունների պատճառով մենք անկախացել ենք։ Հայոց բանակը կերտել է առաջի Ղարաբաղյան հերոսամարտը, հայոց բանակը կերտել է քառօրյա պատերազմի հաղթանակը, հայոց բանակը կերտել 44 օրյա պատերազմի հաղթանակը, եթե մեջքից հարված չստանար։ Եվ սա է էությունը, տարբերությունը։ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք հաղթած ենք եղել եւ բանակը եղել հաղթանակած է եղել, իսկ այսօր մենք ունենք նոր զիջումներ եւ այդ զիջումների տրամաբանության մեջ գտնվող ընթացք։ Մենք զիջում ենք, այս մեզ պետք չի, այս 240 կիլոմետր հայկական տարածքից պետք չի, Սևլիճը պետք չի, բանի ջերմուկի բարձրունքները պետք չեն, այդ ամեն ինչը պետք չի, անվտանգությունը խոսք են տվել, որ կլինի։ Բայց ասում եմ մենք այսօր էկրեգրարման մեջ ասում ենք 29743 կիլոմետրի տերն են, դե օգտոսված տարեներն են, այս սահմանազատում բանորան է, ինչ կտան ըստ էության մեզ, բայց ինչ տեսնում ենք մենակ տվողը գնենք։ Բայց նույն Նիկոլ Փաշինյանն է, ով ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այսինքն որևէ տրամաբանական ընթացք չկա այդ խոսակցությունների մեջ, այդտեղ կա հետեւյալը, կա սեփական իշխանության պահպանման գործընթաց բոլոր քաղբանդարկյալների մասով, նաև քաղբանդարկյալների մասով ուզում եմ ասել, որ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատարանում է հիմա նորից, այսինքն հիվանդանոցային պայմանները որևէ ձև դեռ օգուտ չեն տվել, Նարեկ Սամսոնյանը դեռ երկար ժամանակ պետքա կարողանա հիվանդանոցում մնա, որպեսզի վերականգնվի, այս վերականգնողական ընթացքը պետք է ունի, որովհետև Նարեկը ունի սրտի եւ այլ խնդիրներ, դրա մասին կխոսան Նարեկի փաստաբանները շուտով, բայց քաղբանդարկյալ Նարեկ Սամսոնյանի կյանքին մինչ օրս վտանգ է սպառնում եւ նա թեև որ դուրս է եկել հացադուլից այս պայն հացադուլ չի իրականացնում, մենք գիտենք, որ Նարեկի առողջական վիճակը շատ ծանր հետևանքներ ունի իր առողջության վրա, այդ կալանավորումը, հացադուլը եւ այս անմարտկային մոտեցումները, որոնք մենք տեսել ենք, Նարեկին հացադուլի ժամանակ տարել էին պատժախոց։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս ասել, որ մենք սատարում ենք եւ մշտապես խոսում ենք մեր քաղաքական բանտարկյալների մասին, մեր սրբազան հայրերի, մեծանուն բարերարների, մեր գործընկերների, ընկերների, երիտասարդների, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքի աբսուրդային կալանքի մասին եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ նրա կալանքը փոխվել է տնային կալանքի, բայց ամիսներով էլի 3 ամսով երկարաձգվել է նրա կալանքը։ Տեսեք ինչ են անում օրվա իշխանությունները, կալանք են տալի, հետո թողում են որ գնան տնային կալանքի կամ այդ կալանքը ինչ որ ձև փոփոխության են ենթարկում, այսինքն տնային կալանք են տալի կամ ինչ որ այլ ձևաչափով փոփոխություն անում ու դա ներկայացվում է որպես մեծ հաջողություն, հա, դա ըստ էության բոլոր դեպքերում դա ապօրինի գործողություններ են, դա քաղաքական հետապնդում է եւ այդ քաղաքական հետապնդման բովանդակության փոփոխությունը որևէ ձև չի փոխում այն իրողությունը, որը հետեւյալն է։ Կա քաղաքական հետապնդում եւ այդ քաղաքական հետապնդումը դասական քաղաքական հետապնդում է, հա, կա իշխանական նարատիվներ, որը ենթադրում է բոլոր անդիմադիր
գաղափարներ գրող մարդկանց նկատմամբ ունենալ որոշակի ճնշման եղանակներ։ Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Ժոռա Ավետիսյանի փակված արդարացված գործը եւս բացել են, որը փակվել էր դատարանը արդարացրել էր Ժոռա Ավետիսյանին, հիմա մի օրեր առաջ այդ գործը վերաբացել են, սա եւս քաղաքական ռեպրեսիաների մի ընթացք է, որը միտված է լրացնելու ընդդիմադիր երիտասարդներին եւ երիտասարդների վրա նոր քրեական հետապնդումներով, քրեական գործերով ճնշում գործադրելու։ Այսօր Երևանից Սասուն Միքայելյանը նորից ասում է, չպետք է բզբզանք, ասում է 20 տարի ճշտամի զենքեր կուտակում, բայց պետք է մեր գլխին թափվեր։ Իհարկե խոսում է վատ կերպով մեր սպառազինությունից ժամանակի, այն իրականության մեջ, որ Ալիևի ինքն էր խոստովանել, որ 6 միլիարդի զենք է, այսպես ասենք, նախկինների պահած բանակից միայն վերցրել, ու այդ այն դեպքում, որ դրանք դեռ չօգտագործված զենքեր էին, այսինքն որքան միլիարդի զենքեր, մոտավորապես 20 միլիարդի զենք են ունեցել, որը թշնամու դեմ պատերազմի ժամանակ կիրառվել է։ Ու այսօր Սասուն Միքայելյանը այսպեսի հայտարարություն է անում։ Իրեն ասելիք ունեք թե ոչ, մեկ է Նիկոլ Փաշինյանն իր գրառման մեջ գրել է, որ այսօր մենք այնպիսի զինամթերքներ ենք գնում, այնպիսի տեխնիկա ենք գնում, ոչ թե մարտուներ, այլ պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Տեսեք, նախ կա երկու ուղղություն, որը ճշմարտության մասին է, հա։ Առաջի ուղղությունը հետևյալն է։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նախագահի դիվանագիտությունը թույլ չէր տալիս, որպեսզի Թուրքիան կողմ դառնար հակամարտության։ Սրա վառ ապացույցն է, որ Թուրքիան միացել էր Մինսկի խմբի այն հայտարարությանը քառօրյա ապրիլյան պատերազմի ժամանակ 2016 թվականին։ Թուրքիան միացել էր ոչ թե որպես կողմ Ադրբեջանի կողմից, այլ միացել էր որպես հայտարարություն էին արել, Թուրքիան միացել էր որպես երկիր, որը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ագրեսիվ գործողությունները։ Սա մեկ։ Երկրորդը, նորից եմ կրկնում, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Իլհամ Ալիևը ասում էր, որ նրան փակ դռների ետևում ապրիլյան պատերազմից հետո, ասում էր, որ նրան ապրիլյան պատերազմից հետո փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սա պատմական ճշմարտությունն է։ Ոչ թե որ ես հիմա ասեմ, որ 50,000 տոննա ռազմական սպառազինություն ենք ունեցել ռազմական օժանդակությամբ, այսինքն դրա համար 1000 դրամ գումար չի վճարել Սերժ Սարգսյանը դիվանագիտական իր հաջողությունների արդյունքում է բերել։ Ունեցել ենք Իսկանդեր, ունեցել ենք Տոչկա-ու, ունեցել ենք այս 300-ներ, շատ զենքեր ենք ունեցել եւ այո, ինչպես Մարիամը նշեց, սրա մասին խոսել է նաեւ Ադրբեջանի ղեկավարը։ Բայց կա պատմական ճշմարտություններ, նայեք, հիմա հապկից բողոքում են, ասում են հապկը լավը չի։ Հապկը 2016 թվականին անգամ Արցախի վերաբերյալ անգամ հայտարարություն արել։ Ես այդ հայտարարությունը եւ այդ հայտարարությունը իմ մտածած հայտարարությունը, ջնես ես եմ այդ հորինը։ Այդ հայտարարությունը փաստաթղթավորված կարակ մտնեք, նայեք, հապկը ինչ հայտարարություն արել Արցախի վերաբերյալ։ Եթե դուք ասում եք, որ չճանաչված է եղել աշխարհի կողմից եւ այլ, հա։ Կարմիր գծով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեր բոլոր փաստաթղթերով նշված է եղել եւ նորից եմ ասում, դրան գումարվում է երկու ճյուղ, առաջի ճյուղը դա Թուրքիայի կողմ չլնելն էր, դրա համար էր նաեւ ֆուտբոլային դիվանագիտությունը Սերժ Սարգսյանի վարած, որը եղել է փայլուն դիվանագիտական նախագիծ եւ օգուտ է տվել վերոնշյալ հատվածում, որ Թուրքիան կողմ չէր պատերազմին։ Թուրքիան կոչ էր անում խաղաղության, ոչ թե Թուրքիան ասում էր, որ մեր զինվորներն են գրավել Արցախը, ոնց որ հիմա է ասում, հա։ Նույն մարդիկ են եղել ղեկավարները այդ երկրների, հասկանում եք, միայն մի երկրի ղեկավար է փոխվել, Հայաստանի ղեկավարն է փոխվել, Սերժ Սարգսյանը չի եղել, Նիկոլ Փաշինյանն է դարել, որ համ Արցախն է հանձն է, համ Հայաստանի սուվերեն տարածքի հատվածներ է հանձն է Սև լիճը, Աղավնոնքի իրանցը տասնյակ այլ հատվածներ հանձնել եք ադրբեջանցիներին, Արցախի 11500 քառակուսի կիլոմետր հանձնել եք եւ այսօր խոսում եք սպառազինության մասին, բայց սպառազինությունը որ լավը չէր։ Ոնց եք այն ժամանակ ասում Արցախը Հայաստանը եւ վերջ։
Սպառազինությունը, որ լավը չէր, այդ գործողությունները, որ անում եք, ինչի էիք անում։ Եվ սպառազինությունը, որ լավն էր, դա մենք ունենք փաստաթղթավորված իրականություն դրա մասին, հա։ Մենք ունենք հաղթած քարորիա պատերազմ։ Այդ որ ասում եք 400-800 հեկտար է, իրականում 400 հեկտար էր դառը 400 հեկտար էր եւ այլն, նույն ձև խոսում եք ԵԱՏՄ-ի մասին, որ այսօր Հայաստանի տնտեսական առաջընթացը բացառապես ԵԱՏՄ-ի հետ Սերժ Սարգսյանի կնքած փաստաթղթի եւ պայմանավորվածության հաշվին է առաջընթացը կազմակերպվել եւ մինչ օրս կազմակերպվում, որովհետեւ ԵԱՏՄ-ի հետ մենք ունենք անդամակցություն եւ ԵԱՏՄ մաս ենք կազմում եւ մեր ապրանքները կարողանում ենք ուղարկել Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ առանց հարկերի, հա։ Այս եւ սրա մասին մենք մոռացել ենք, սա Սերժ Սարգսյանի փաստաթուղթն է, դիվանագիտական հաջողությունն է, Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ ամեն ինչ արել է ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի Հայաստանը ԵԱՏՄ մաս կազմի, որպեսզի այսօր մեր տնտեսությունը կարողանա ինչ որ ձև գոյատևի, հա, թեև տնտեսությունը մեր տնտեսությունը ԵԱՏՄ երկրների մեջ ամենադինամիկ աճն է գրանցել, բայց թոշակառուները Հայաստանում որևէ ձև դրանից չեն օգտվել, բայց օգտվել են նախարարները, օգտվել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 65 միլիոն դոլարի, դուք մի հատ նայեք, եթե 65 միլիոն դոլարը տարեկան բաժանեինք մեր թոշակառուների մեջ, ինչքան գումար իրանց ամսական կարող էինք տրամադրել եւ ինչքան հնարավորություն կտայինք անվճար բժշկության թոշակառուների համար, անվճար տրանսպորտի թոշակառուների համար, անվճար լիքը բաների, հա, ել չեմ ասում այն 8 միլիարդ դոլարը, նայեք, տեսեք, երկու պատերազմ ենք կրել 30 տարվա մեջ, այդ երկաթուղիներ, այդ ամեն ինչ կառուցել ենք, ճանապարհներ, ինչ որ եղել է 30 տարվա մեջ, 0-ից, հա, հետ խորհրդային երկիր ենք եղել, քանդված եւ այլ, սարքել ենք, վերակառուցել ենք, հնամ բարձրացել է տնտեսությունը, ավելացել է Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին թոշակը աշխատավարձը 10 անգամ ավելացել է, այդ սաղ իրար հետ ունեցել ենք 6-7 միլիարդ դոլար արտաքին պարտ 30 տարում, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարում ունենք 8 միլիարդ դոլար, բայց այդ 8 միլիարդ դոլարից ոչ թոշակառուները, ոչ ուսանողները, ոչ երիտասարդները, ոչ մի երիտասարդական ծրագիր չկա, որը ապահովում է երիտասարդներին այն աստիճանի, որ աստիճանի կարելի է տրամաբանական համեմատական անցկացնել 8 միլիարդ դոլարի հետ։ Ոչ մի շոշափելի բան չեն ստեղծել։ Օդի աղտոտվածությունը խայտառակ վիճակում է, էկոլոգիական կրիզիս է Հայաստանում։ Օդի աղտոտվածությունը եւ այս անխնամ վիճակը Երևանում ու Հայաստանի տարբեր հատվածներում, բայց մասնավորապես Երևանում ծայրահեղ վիճակում է։ Օդի աղտոտվածությունը դա ապիկար կառավարման հետևանք է, օրվա իշխանությունների, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի։ Այսօր որ դուրս ես գալիս փողոց, ակետից բեկետ չես կարող գնաս, որովհետև կարաս ընկնես այդ մերկա սառույցների վրա սղաս, այսօր փողոցներում մեքենա չես կարող վարես, որովհետև տեխնիկական աղ նորմալ չեն օգտագործում, որովհետև բազաներ չկա տեխնիկական աղի Երևանի տարբեր հատվածներում, որը թույլ կտա համապատասխան, այսինքն մենք զարմացել ենք, հա, որ դեկտեմբերին կամ հունվարին ձուն ա եկել, էս ի՞նչ բան ա եղել, ձուն ա եկել, կամ ցուրտ ա ձմեռը, հա, չենք սպասում, որ կարողա մինուս լներ, այսինքն որ ամառը պատրաստ չենք, որովհետև չգիտենք, որ ամառը արև ալնելու, ձմեռը պատրաստ չենք, որովհետև չգիտենք, որ ձմեռը կարող է ձուն գա, չհաշված գյուղատնտեսական խնդիրները, բոլոր ուղղությունները, բայց ինձ ամենակարևորը այսօր հետաքրքրում է էկոլոգիական կրիզիսը, որը կա Հայաստանի Հանրապետությունում, որը պետքա րոպե առաջ, օր առաջ լուծվի։ Էկոլոգիական կրիզիսը վերաբերվում է ոչ միայն օդի աղտոտվածությանը, որպես կարծիք կամ որպես քաղաքական գնահատական, որ օդը աղտոտված է, նաև այն գործարանները, որոնք Երևանում կամ Երևանի մոտակայքում կան, որոնք թույլ չեն տալիս, որ օդի աղտոտվածության խնդիրը լուծվի, Սովետաշենի աղբանոցի խնդիրը, որ չենք կարողանում նորմալ
սարքել ինչ-որ մի ընկերություն բերել, ինչ-որ մի տենդեր տալ, ինչ-որ մի միջազգային ընկերության, որը հնարավորություն կտա ոչ միայն այդ աղբը վերամշակել, այլ նաև այդ աղբը վերամշակումից Երևանը օգուտ ստանա գումար, ստանա էլեկտրաէներգիա, առհասարակ աղբը աշխարհի բոլոր երկրներում նորմալ զարգացած երկրներում օգտագործում են որպես էներգետիկ ռեսուրս։ Մենք օգտագործում ենք որպես մարդկանց թունավորելու աղբյուր, այսինքն վառվում է, չի վառվում, իրանք պաժար են տվել, հատուկ ուրեմն պետք չի ֆիզիկոս լինել, որ հասկանալ, որ այդտեղ աղբանոցում նյութեր է արտադրվում ինքն իրան, այդ աղբից, որը կարա վառվի, որովհետև գազ է արտադրվում, մետան է արտադրվում, տասնյակ այլ քիմիական նյութեր են արտադրվում այդ աղբից, որը a Երևանցին շնչում է եւ b կարա այրվի եւ այդ ծուխը ավելի տարածվի Երևանում եւ այդ ծխով մենք ամեն օր դուրս գանք եւ ներս գանք։ Էս է խնդիրները, այս սա խնդիրները որևէ բան չի լուծվում, բայց ամենակարևորը թոշակառուներին ոչինչ, նախարարներին ամեն ինչ, դպրոցականներին ոչինչ, падգամավորներին ամեն ինչ։ Այն երեխեքին, որ խնդիր ունեն, որ իրանց համար պետքա կառավարությունը ավելի շատ գործողություններ անի իրանց համար, իրանցով զբաղվելու համար, թմրամիջոցներով տարված երեխաներին, ովքեր որ ունեն խնդիր, թմրամիջոցների տարածումը խայտարակ ձևի աճել է Հայաստանում այսօր, թմրամիջոցների տարածման, վեյփերի, սինթետիկ այդ բաների, էներգետիկ ըմպելիքները, սա երիտասարդությունը սպիտակ գենոցիդ է տեղի ունենում։ Այս ամեն ինչը երիտասարդությանը կոնկրետ իրանց կյանքին վտանգ է սպառնում, սրտխփոց, առողջական տարբեր խնդիրներ, կախվածությունը ոչ միայն թմրամիջոցներից, նաև այդ էներգետիկներից, նաև այդ վեյփերից, որոնք քանդում են երիտասարդների առողջությունը եւ մենք ունենում ենք անառողջ սերունդ հետագայում, որտեղ այդ երեխեքը մեծանում են, մեծ տարիքում արդեն հազ ամեն ինչ իրաց մոտ խնդրեմ ալնում, բայց կառավարությունը զբաղված է այլ գործողություններով, այլ գործողությունները իրանց պարգևը վճարումներ տալն է, իրանց պարգևներ վճարելն է, իրանց $250,000 տաններն է, որ իրանք ասում են ինչա դա որ մենք չունենանք եւ այլն, նույն Տիգրան Ավինյանի մասնավորապես մասով, հա, որ չգիտես որտեղից են այդ գումարները, մինչև պաշտոնյա լինելը մի հատ ասեղ չեն ունեցել, հիմա արդեն ասում են որ ինչ ա եղել, որ $250,000-ն ինչ ա, որ մենք այդ տունը չունենանք։ Այս ամբողջ խնդիրները սիրելի հայրենակիցներ, մենք պետք է միասնական լուծենք, կարևորը մենք իրար հետ զերծ մնանք այդ բևեռացած այդ բամբասանքներից, իրար վրա ցեխ լցնելուց, իրարից զզվելուց, պետք է իրար հետ մի հասարակության մեջ ունենանք համերաշխություն եւ այդ համերաշխության կերտողները լինելու ենք ես եւ դուք միասին պետք է կարողանանք ձևավորել միասնական հասարակություն առանց սեբերի ու սպիտակների։ Ձեզ լավ շաբաթ եմ մաղթում, սիրելի հայրենակիցներ, մնաք բարով։